Իլխամ Ալիևը հայտարարեց, որ Մոսկվա չի գնալու մայիսին տոնակատարություններին, պատճառաբանելով, որ Հայդար Ալիևի ինչ որ տարեդարձնային ինչ են նշելու Բաքվում, կարծես մինչև այդ չէր իմանում։ Երևի մտածեց, որ ուրիշները առանց իրա էլ կարող են ադրբեջանական այդ զորախումբի անց մարշը Կարմիր հրապարակով վայելեն, հա։ Այստեղ մեկնաբանում էին, որ միգուցե ինքը չի ներել Պուտինին այդ ադրբեջանական օդանավը խփելուց հետո լավ ձևով, պատշաճ ներողություն չխնդրելու համար, բայց իհարկե դա չի, գոնե ասենք միայն դա չի, ինքը հիմնականում վախենում է արևմուտքի տեսակետից, չի ուզում լրիվ իրեն համարեն, որ դարձել է ասենց ռուսական 100%-անոց մանկլավիկ, հա, ու մտածում է, որ ինչի շարի տակ դնեմ գլուխս, ավելի լավ է չգնամ, թող ուրիշները դրանով զբաղվեն։ Սա իհարկե շատ կարևոր փոփոխություն է ստեղծում բանի մեջ, ցույց է տալիս, թե ինչքան ինքը սենսիտիվ է արևմտյան կարծիքի նկատմամբ, հա, չնայած թվում է թե իրան շատ պետք ունեն արևմուտքում իր նավթից սկսած ամիջով վերջացրած։ Մի հատ ուրիշ հետաքրքիր բան էլ եղավ, ուրեմն J.D. Vance-ին, Ամերիկայի վայս պրեզիդենտին հարցրեցին, թե ինչ է կարծում Ռուսաստանի ուրեմն Ուկրաինայի բանակցությունների ընթացքի մասին, ասաց, որ լավ չի, իր կարծիքով Ռուսաստանը ինչ որ չափից շատ պահանջներ է դրել, մեծ ախորժակ ունի, շատ չափից ավելի եւ այլ sense բաներ, որը իհարկե հսկայական փոփոխություն է այն հարցակումից, որ ինքը արեց Զելենսկու վրա, երբ որ նա սպիտակ տուն էր եկել, հա, եթե հիշում եք։ Եվ իհարկե ինքը այսպիսի բան չէր ասի, եթե վստահ չներ, որ Թրամփը այդպես է մտածում, այնտեղ էլ փոփոխություն կա, ինքը շատ մոտիկ հետևում է Թրամփի բոլոր ուրեմն տրամադրություններին եւ երբեք չի շեղվում դրանից։ Սա պարզապես նշանակում է Թրամփը տարբեր ձևի է սկսել մտածել, եթե ինքը իրանց էս բանա թույլ տալիս։ Հաջորդ օրը Թրամփին հարցրեցին, թե J.D. Vance-ը sense բան է ասել, ինչ ես կարծում, ինքը մի քիչ զարմացած պատասխան տվեց, հետո իհարկե լողոզեց ամեն ինչը, որ հա, իհարկե ես դժգոհ եմ, որ չի խաղաղության պայմանագիրը չի կնքվել եւ ինչ որ ձգձգում Ռուսաստանը, հա։ Այս էլ իր հերթին էսենց մեծ փոփոխություն ամերիկյան տրամադրությունների մեջ հանդեպ Ռուսաստանի մոտեցումը խաղաղության գործում։ Պապին էլ ընտրեցին Սորեսկան։